Վերջերս շատ ենք լսում, որ կալուգացի օլիգարխի թիմակիցները փորձում են Ռուսաստանում բնակվող մեր հայերին տարբեր կերպ շահագրգռեն եւ բերեն, որպեսզի ստիպեն իրենց ձայն տալ առաջիկա ընտրություններին։ Եվ ահա հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է տարածել։ Հրաշքի что մայիսի կես կեղնի։ Մայիսի վերջերը բլի какой эртак ընտրության։ Փարենքի դան 30000 туда обратно. Որտեղ ты меня туда вот эти. Չէ, կասինք туда обратно это. Туда обратно նոր կզի չտված այդ туда обратно նոր 10000 ուրա պայադուրանտ կրայիտ։ Եվ ահա ձայնագրության այս մասնակիցը ձերբակալված է։ Ուհլեմիատել տուդա ապրատնի տոմսերից են խոսում։ Չկա ապրատնի տոմս, կարող է լինել միայն տոմս տուդա դեպի բանդ։ Ձեզ զվարթնոց օդանավակայանում հաստատ ծաղիկներով չեն դիմավորելու են ձեռնաշղթաներով, եւ ձեզ սպասվելու է մինչև 7 տարի ազատազրկում նման հանցագործության մասնակից դառնալու համար մի քանի կոպեկ փողի դիմաց։ Այնպես որ շատ լավ մտածեք նման հանցագործության գնալուց առաջ, երբ որ փորձում եք գողանալ Հայաստանի ինքնիշխանությունը եւ նվիրել կալուգացի օլիգարխներին եւ նրանց տերերին։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ։ Ընտրական գործընթացներում քարոզարշավի ընթացքում եւ մինչեւ այսօր էլ հրապարակվող ձայնագրությունները հակակոռուպցիոն կոմիտեի եւ մի շարք այլ փաստեր գալիս են մեզ ապացուցելու, որ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները, ուժեղ Հայաստան նաեւ կուսակցության դաշինքի ներկայացուցիչները փորձել են տարբեր մեթոդներով ազդել ընտրական գործընթացների վրա եւ ուրեմն զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը։ Ամենատարբեր մեթոդներով, փող բաժանելով համատարած, նաև օգտագործելով հիշատակվող ընտրական տուրիզմ, ուրեմն գործընթացը, եւ հիմա մենք պայքարում ենք այս ամեն ինչը կանխելու դեմ եւ կանգնած ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կողքին հիմքերում, որպես ազգային ժողովի падգամավորներ, ժողովրդի կողմից մանդատ ստացած падգամավորներ։ Եվ հիմա գալիս տեղ ընդդիմությունը խոսում է, ասում է հանրային քննարկումներ չեք արել։ Մենք ողջ քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդի հետ շատ լավ, արդյունավետ հանրային քննարկում ենք արել, եւ այս փոփոխությունները ձևավորվել են հենց քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներից ստացված ահազանգների եւ նրանց պահանջների հիման վրա։ Ստացված ահազանգերի եւ պահանջների հիման վրա եւ մենք կատարում ենք մեր ժողովրդի կամքը, ինչպես եւ խոստացել ենք քարոզարշավին, ինչպես որ ելնում ենք նաեւ մեր վերլուծություններից, նաեւ այն բոլոր քրեական գործերից, որոնք հարուցվել են այս ընթացքում ամենատարբեր հիմքերով։ Դուք այստեղ չեք կարողանում ձեր լծակները կիրառել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է, ինստիտուտներն աշխատում են եւ թույլ չեն տալիս ձեզ, որպեսզի կարողանաք ազդել Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների ուրեմն կամ արտահայտության վրա գտնում եք տեղեր, որտեղ ինտերնետն անջատած է կամ մի քիչ ժողովրդավարությունը այն չի, փորձում եք այդպես ազդել մարդկանց կամքի վրա եւ բերել այստեղ ընտրացնել, որպեսզի ձեզ ձայն տան, ձեզ ու ձեր ընկերներին։ Չի ստացվելու, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն կողմ է այս նախագծին, այլև կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կողքին եւ ամեն բան անելու է, որպեսզի պետական անվտանգության վերաբերյալ որևէ սպառնալիք չլինի։ Շնորհակալ եմ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կան մեր հայրենակիցներ, որոնք բնակվում են Հայաստանից դուրս, ուզում են գան Հայաստան մասնակցել ընտրություններին, ձայն տալ մի ուժի, որը Հայաստանը կանգնեցնելու է կոնֆլիկտի առաջ, եւ թողնեն հեռանան Հայաստանից, թողնելով Հայաստանում ապրող ժողովրդին կոնֆլիկտի ու պատերազմի մեջ եւ նորից մեկ կետից կախվածության մեջ։ Կարծում եմ այդ մարդկանց թիվը հնարավորինս քիչ է եւ այս օրերին Հայաստան վերադարձող մարդիկ գալու են եւ իրենց ձայնը տան հանուն ազատության, հանուն խաղաղության։ Եվ ուրեմն սիրելի հայրենակիցներ, ավելի է կարևորվում բոլորիս մասնակցությունը առաջիկա ընտրություններին։ Բոլորս մեկ մարդու պես հունիսի 7-ին պետք է գնանք ընտրության եւ տեր կանգնենք խաղաղությանը, այն ձեռքբերումներին, որ ունենք վերջին տարիների ընթացքում։ Տեր կանգնենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխանությանը։